Ձեր կազմակերպությունը ունի չափազանց կարևոր եւ պատասխանատու մի առաքելություն, այն է աջակցել հանրապետության նախագահին եւ կառավարությանը իրականացնելու բարեփոխումներ մեր երկրում եւ ձեր աջակցությունը իհարկե խիստ կարևոր է, որովհետեւ մեր բարեփոխումների ունենալ հաջողություն, եթե դուք ներգրավված լինեք անմիջականորեն այդ գործընթացների մեջ։ Դրա համար ես ևս մեկ անգամ ձեզ ողջունում եմ կառավարությունում եւ ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել ձեր գործունեության համար, որ դուք ծավալել եք 2009 թվականի ընթացքում, ընդ որում գործունեություն, որը գտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում եւ հասարակությունը նույնպես դրական է արձագանքում ձեր բոլոր նախաձեռնություններին եւ ես դες ուզում եմ հավաստիացնել, որ այս հետեւ նույնպես կառավարությունը աջակցելու է ձեզ ձեր 2010 թվականի ծրագրերի իրականացման գործում։ Սա հատված էր վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Միասինի 2010 թվականի առաջին հանդիպումից։ Տիգրան Սարգսյանը պատրաստակամություն հայտնելով 2010 թվականին եւս աջակցել միասինցիներին, նշեց, որ արդեն ծանոթացել է այն հիմնական ուղղություններին, որոնք լինելու են Միասինի այս տարվա գործունեության հիմքում, եւ պատրաստ է քննարկել դրանք։ Իսկ վարչապետի եւ միասինցիների քննարկումները ոչ միայն Միասինի ծավալած գործունեությանն էին վերաբերում, այլև առնչվում էին հասարակությանը հուզող բազմաթիվ խնդիրների։ Սա արդեն Միասինի հերթական ակցիան է, առաջինը վարչապետի հետ հանդիպումից հետո։ Ակցիայի նպատակը մաքուր շրջապատ ստեղծելու մշակույթ ձևավորելն է։ Միասին երիտասարդական շարժումը իրականացնում է ակցիա, որի նպատակն է պահանջել տուգանել բոլորային քաղաքացիներին, ովքեր աղտոտում են շրջակա միջավայրը։ Կարծում ենք, որ այդ պարագայում փնթի քաղաքացիների թիվը մեծապես կկրճատվի եւ ի վերջո մաքրասիրության սովորույթ կձևավորվի։ Կոչ ենք անում բոլորին միանալ մեր ակցիային, պահպանել եւ պահանջել մաքրություն։ Ակցիայի մասնակիցներն իրենց քայլերթի ընթացքում հենց այսպիսի բովանդակությամբ թռուցիկներ էին բաժանում անցորդների։ Իդեպ, թռուցիկների վերջում չէին մոռացել հիշեցնել։ Մայրաքաղաքի մաքրության պահպանման նպատակով իրականացված այս ակցիան առաջինը չէ։ Այն հերթականն է նմանատիպ այնպիսի միջոցառումների շարքում, ինչպիսիք են պատերից պաստառների եւ հուշարձանների մաքրումը։ Իսկ այս ակցիայի հիմնական նպատակը ոչ միայն քաղաքացիներին թռուցիկներ բաժանելն է, այլև Հայաստանի Հանրապետության վարչապետին եւ ոստիկանապետին նամակ հանձնելը։ Նամակ, որով Միասինը խնդրում պահանջում է մայրաքաղաքի մաքրությանն ուղղված ձեռնարկվելիք միջոցառումները օրենքի ուժ ստանան, մասնավորապես տուգանվեն շրջակա միջավայրն աղտոտող քաղաքացիները։ Հուսով որ կարճ ժամանակի միջոցում մեր բարձրացած խնդրի հետ կապված եւս կունենանք դրական տեղաշարժեր։ Ամենայն դեպս մենք պատրաստ ենք մեզանից կախված անել շարժումը պատրաստ է իր ուժերի ներածի չափով ամեն ինչ անել, որպեսզի դա այդպես լինի։ Ակցիայի ողջ ընթացքում միասինցիներն իրենց առաջին շարքում տանում էին փնթի մարդու պիտակ կրող խրտվիլակը։
մարդուն խորհրդանշող խրտվիլակն ահա այսպիսի վերջ ունեցավ։